Իր նախընտրած քաղաքական ուժի օգտին քվեարկեց քաղաքացին, սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրության արդյունքը, որոշումը վերջնական է։ Կենտրոնական ընտրականն իր վերջին կնիքն է խփում։ Հետընտրական վերջակետը դնում փաստաթղթերի տրցակն արխիվ, ազգային ժողովի դահլիճ էլ 105 պատգամավոր ուղարկելով։ Այժմ մենք սկսենք վավերացման գործընթացը։ Նոր խորհրդարանում 64 մանդատ կունենան ՔՊԱ-ականները, ընդդիմության սեկտորում 29 աթոռ կառանձնացնեն Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան, ևս 12 աթոռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքների համար, բայց մինչև մանդատ ստանալը կենտրոնական ընտրականի հերթում քիչ չեն նաև նրանք, ովքեր հրաժարվում են օրենսդիրի պաշտոնից, ՔՊԱ-ականների դեպքում հիմնականում կառավարություն գնալու կամ այստեղ աշխատանքը շարունակելու համար։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից պատգամավորության 27 թեկնածու է հրաժարվում մանդատից, առաջինը հենց ինքը Փաշինյանը, ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա Ուժեղ Հայաստան դաշինքից մանդատ չի վերցնում 4 թեկնածու, Հայաստան դաշինքից միայն 1, ընտրություններում քաղաքական ուժն առաջնորդած Ռոբերտ Քոչարյանը։ Մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները, դատախազությունից հայտնում էին Ուժեղ Հայաստանից պատգամավորի թեկնածու կալանավորված Դավիթ Խազինյանի գործը դատարան ուղարկելու մասին, սա ըստ դաշինքի առաջին եռյակից Արամ Վարդևանյանի պատահականության արդյունք չէ։ Քննչական մարմինը, դատախազությունը քաջատեղյակ լինելով, որ այսօր Դավիթ Խազինյանը ձեռք է բերելու ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը, հասցրել են կայծակնային, ռեկորդային, աննախադեպ արագությամբ գործը ուղարկել դատարան։ Թեպետ Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորած Նարեկ Կարապետյանն այսուհետև ունի ազգային ժողովի պատգամավորի, հետևապես նաև անձեռնմխելիության կարգավիճակ, դատախազությունը նրա հետ կապված մեկ այլ միջնորդություն էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեղանին է հասցրել։ Կենտրոնական ընտրականում քաղաքական ուժի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի պնդմամբ սա այն նույն փաստաթուղթն է, որը նախընտրական շրջանում դարձյալ դատախազությունից ԿԸՀ-ին ուղարկել, իսկ այս հանձնաժողովն այն հետ էր վերադարձրել պատճառաբանությամբ, որ Կարապետյանին վերաբերող տվյալ հարցն իրենց տիրույթում չէ։ Հերթական, քաղաքական, հետապնդման, միջամտության, ամեն կերպ, որ Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտեն, խոչընդոտեն։ Կենտրոնական ընտրականի նախագահը պարզաբանում է, մինչև սահմանադրական դատարանի վերջնական վճիռը առաջադրված եւ ոչ մի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկման առնելու հնարավորություն չունեին։ Հիմա արդեն ունեն այդ իրավասությունը, մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը։ Մինչև պատգամավորի լիազորությունը ստանձնել ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետամտում կարող է հարուցել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Խորհրդարան անցած մյուս ուժերից, ՔՊ-ից ու Հայաստան դաշինքից կենտրոնական ընտրական չէին եկել։ Նրանք բոլորով նույն տեղում կլինեն օգոստոսի 2-ին, ճիշտ ժամը 10-ին, 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։